մի քանի մարդկանցից, որոնց պայմանականորեն կարելի է անվանել հավաքական Սաշի կանունով, մի քանի մարդկանցից մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք մենք վերադարձրինք։ Բայց 1, 2, 3 մենք հասկացանք, որ համակարգը այդպես չի կարող աշխատել, որովհետև շատերը հավաքական պայմանական Սաշիկից շատ ավելի խելոք է եւ նրանց իրենց գույքերը ոչ թե միտեղ են դրել մի մարդու անունով, այլ դրել են 10, 15 տեղ, 20 տեղ Հայաստանից դուրս եւ տասնյակ մարդկանց անունով։ Եվ հարկավոր է ստեղծել համակարգ, որպեսզի գնա այդ գույքերի հետևից, հատիկ, գնա այդ գույքերի հետևից, տեղորոշի, կոորդինատավորի, ստեղծի իրավական համակարգեր, որպեսզի մենք ոչ միայն կարողանանք այդ գույքերը վերադարձնել, այլև մեր երկրի իրավական, ժողովրդավարական, օրենքի գերակայության իմիջին վնաս չհասցնենք, դրանով չմեծացնենք մեր երկրի խոցելիությունները։ Եվ այսօր ահա, հենց այս առիթով ես ուրախ եմ եւ հպարտ եմ զեկուցել, որ այդ համակարգը այլևս գործարկված է։ Ես շատերն են ընդդիմադիրներից հիշեցնում իմ խոսքերը 2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել, որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը։ Չի ավարտվելու այդ շարքը եւ մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել։ Եվ ուզում եմ նաեւ ընդգծել, այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ընդդիմադիրները սրանով էլի ժողովրդին խաբում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։